Սիասմիջյանի եք ասել, որ տրվում է ազգային ժողովի անձը։ Պարզ է, որ այստեղ անձերը չեն, այստեղ գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց խմբերի դեմ վրեժխնդրություն է։ Այսինքն սրանով ցույց է տրվում, հատկապես հետընտրական շրջանում, փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լրացնել նման ճանապարհով։ Պրոցեսը իհարկե սպասելի էր եւ գիտենք, որ սկսել է դեռ նախընտրական շրջանից, ավելի ուշ գնացել է հետընտրական շրջանում, տեսանք նաեւ այլ ընդդիմադիր մեծ խմբակցության ղեկավարների կալանավորում եւ հետո տնային կալանք մի դեպքում, մյուս դեպքում շարունակում է կալանավորում լինել Ծառուկյանի դեպքում եւ հիմա Ռոբերտ Քոչարյանի եւ իր որդուն արդեն կալանավորել եւ Ռոբերտ Քոչարյանի դատն է, ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Արցախի միակ նախագահը ով ազատության մեջ էր Ռոբերտ Քոչարյանն է, իսկ մնացածը Բաքվի բանտում են, սա էլ լրիվ տրամաբանական է, հաշվի առնելով, որ օրվա իշխանությունների բնական դաշնակիցը իրենց քաղաքականության շարունակության գործում հենց Ադրբեջանն է։ Տեսնում ենք, որ ցանկացած ազգային ինքնության ցանկացած դրսևորման ճնշման հարցում Ադրբեջանի իշխանությունների եւ Հայաստանի Հանրապետության դեֆակտո իշխանությունների տարվող գիծը համանման է, միևնույն է եւ դժվար չէ կռահել, որ նույն տեղից թելադրվող է։